Ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Ազգային ժողովի նախագահը չի ուզում մեկնաբանել Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակցելու Ալիևի մերժումը։ Սիմոնյանի խոսքով իրենք պաշտոնական մերժում չեն ստացել, հետևաբար չեն ընդունում, որ սա վերջնական պատասխան է։ Մենք անկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն։ Սիմոնյանի այս արձագանքից քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը հասկանում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների Երևան այցի հետ կապված խնդիր ամեն դեպքում կա։ Դատելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից, ով այսօր նշում էր, որ հայկական կողմը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի եւ Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի նախագահը այցելեն Հայաստան, առնվազն խնդիր կա։ Ադրբեջանական ռեպորտը իր դիվանագիտական աղբյուրներին հողում տալով գրել էր, որ Ալիևի կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակն այնպիսին չէ, որ ինքը Երևան այցելի։ Խաղաղությունը դեռ միայն փաստացի է հաստատվել։ Այս բոլոր քարոզված ձևակերպումները կապված նրա հետ, որ մենք իսկապես խաղաղություն ենք հաստատել, խաղաղության ենք հասել, այս ամենը իրականության հետ որևիցե աղերս չունի։ Իսկ ազգային ժողովի նախագահի համոզմամբ միայն այն, որ ադրբեջանցի պաշտոնյաներ են գալիս Հայաստան ու հայ պաշտոնյաներ են գնում Ադրբեջան, ապացույց է, որ խաղաղությունը իրականություն է ու այստեղ ադրբեջանցիների անվտանգության համար անհանգստանալու հիմքեր չկան։ Մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել։ Հայ-ադրբեջանական փոխայցերի սառույցը դեռ վաղուց է կոտրված, դեռ մինչև Փաշինյանի թիմի իշխանության գալը, մինչև Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը, հիշեցնում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հայկական պատվիրակությունները բազմիցս եղել են Ադրբեջանում, ադրբեջանական պատվիրակությունները եւս, այսինքն տեսեք, էլի, եթե մեր նպատակն այն էր, որ ադրբեջանցիները ինչ-որ պատվիրակություններով գան Հայաստան, դրա համար Արցախը անհրաժեշտ չէր հանձնել։ Քաղաքագետի համոզմամբ Ալիևը չի ուզում նախընտրական նոր նվեր անել Փաշինյանին իր Երևան այցով։ Ալիևը չի ուզում այդ նվերների քանակը չափազանց շատացնել, որովհետև վերջերս էլ եղավ այդ որոշումը, որ ղազախական ցորենը գալու է Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, սա եւս արդեն իսկ նվեր էր Նիկոլ Փաշինյանի։ Նվեր է Փաշինյանին նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եկող տարվա գարնանը Երևանում անցկացնելու որոշումը։ Հասարակությանը այսպես ցույց կտան, որքանի դեռ Հայաստանը չի մտել եվրոպական ընտանիք, Եվրոպան է գալիս Հայաստան։ Այդ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նվեր է, նվեր Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, Եվրոպական հանձնաժողովի կողմից, Եվրոմիության կողմից ցույց տալու համար, որ եթե պայմանականորեն մենք չենք հասել Եվրոպա, ապա Եվրոպան եկել է Հայաստան։ Իդեպ եվրոպական համայնքի նվերի համար Հայաստանը բյուջեից 1 միլիարդ դրամ է վճարելու։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։